Վերաբերյալ իմաստավորի ազգային ժողովում այսօր տեղի ունեցողի Փաշինյանը ազգային ժողովում է իր անթաքույց օրակարգով զիջումների մասին, հայ առաքելական եկեղեցին մերժելու եւ այլն, միայն այսպես ձեռքները սեղանին խփելը եւ հակադարձելը, այս փուլում բավարար է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար։ Գիտեք, ես կարծում եմ խնդիրներն այնքան խորն են, որ հիմա խոսել խորհրդանական ընդդիմության մարտավարության մասին այդտեղ չի պրոբլեմ, էլի։ Պրոբլեմը շատ ավելի խորն է, որ տարիներ շարունակ, երբ որ ազգային ուժերը, ազգային գործիչները սոս են հայտարարել, նշել են, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը գնում է դեպի գահավիժում, հասարակության մի հատվածը կամ դա չի լսել, կամ չլսելու է տվել։ Եվ դժբախտությունը նա է, որ այսօր նոր Փաշինյանը գնում պարլամենտում ասում է 4-րդ հանրապետությունը փաստած իրողություն է, մեկ էլ տեսնում ես Facebook-ում վայ, ես ինչ եղավ։ 8 տարի նույն բանն ենք ասում։ 18 թվականի Սերժ Սարգսյան հանրապետական մերժելով սկսել է դեպի 4-րդ հանրապետություն, ըստ իմ կարծիքի, ոնց ասեմ, Ադրբեջանի եւ Թուրքիայի նարատիվներով հանրապետություն կամ թուրքական վիլայեթացում կամ ադրբեջանացման գնալու ճանապարհը։ Այսօր է Փաշինյանը ասել, որ անկախության հռչակագիրից հրաժարվելու է։ Չէ, բազմաթիվ անգամներ ասել է, չէ։ Դիմադրության շարժման ժամանակ ասել ենք, ՀՓՇ-ից ժամանակ ասել ենք, Սրբազան իրաշարժման ժամանակ ասել է, այդ ընթացքում միշտ ասվել է, այս նախընտրական փուլում ասվել է։ Հիմա ես չեմ ուզում ընդդիմությանը դառնամ, կարծում եմ իրանք իմ փաստաբանության կարիքը չունեն, բայց ինչ պետք է անեն այդ մարդիկ։ Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ պետք է գործեն ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում։ Հիմա ես չեմ ուզում էլի հետ գնամ։ Ես կարծում եմ, որ շանսը եղել է 24-25 թվականի այդ իմպիչմենտի գործընթացը, երբ որ էփվում էր ոչ թե ստորագրություններ դնելով պետք է լիներ, այլ պետք է փորձեինք, մենք բոլորս, ես ինձ էլ եմ ասում, փորձեինք ավելի գեներացնել պայքար, որը չի ստացվել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, եւ երկրորդը, երբ որ հիմնական ընդդիմադիր ուժերը կամ առաջամարտիկ ընդդիմադիր ուժերը գոնե այսօրվա հայտարարեցին ընտրություններով փոխելու մասին, էլի չեմ մեղադրում, միգուցե միամտություն է եղել, բայց մենք ասել ենք, որ եթե փողոցը հանգիստ է, Փաշինյանն ունի Արևմուտքի եւ Թուրքիայի խորը աջակցությունը, դժվար է ակնկալել, որ հունիսի 8-ին մենք ունենանք ուրիշ վարչապետ։ Մենք դրա մասին ասել ենք, բայց միևնույն ժամանակ ասել ենք, միևնույն ժամանակ պայքարել ենք, օժանդակել ենք, օգնել ենք, հիմա ինչ, Զարա ջան, ասա։ Կա հիմա այս պահին։ Անցյալի սխալները հաշվի առնել։ Դա մենակ սխալներով չի, ես չեմ ուզում ընդդիմություն ասեմ սխալներ։ Այդ Հայաստանի որ իշխանությունն է ունեցել Արևմուտքից այնց աջակցությունը։ Ինչ ուզում անում են, ասում են ժողովրդավարության բաստիոն։ Վեհապարին Ավազանի անունով դիմում են, մեկը ծպտուն չի անում։ Հռոմի պապի մեկը կարող Ավազանի անունով դիմի։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա ինչ պետք է արվի, չգիտեմ։ Իսկ Տիգրան ճանապարհը նույնն է, պետք է փորձել դուրս գալ այս հուսահատության վիճակից, խորը հաշվարկել եւ հասկանալ առհասարակ հասարակության մեծամասնությունն ինչ է ուզում։ Մեծ մարդիկ հղում են անում հասարակության մեծամասնությանը, ասում են՝ «Վայ, հասարակությունը էս ասում, այն ասում»։ Մենք պետք է համոզիչ դառնանք։ Ամեն օր մենք շանսը կորցնում ենք։ Եվ այո, դժբախտաբար երրորդ հանրապետության գահավիժումը նոր չի որ սկսվել է։ Եթե մենք անկախության հռչակագրից հրաժարվում ենք, եթե մենք ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվում ենք, Փաշինյանը ուղիղ խախտում է այսօրվա սահմանադրությունը, անկախության հռչակագրում եւ Արևմտյան Հայաստանա գրած, եւ ցեղասպանության սատար կանելա գրած, եւ դեկտեմբերի 1-ի որոշման մասին է գրած, տեսակ, լավ բաների մասին խոսեցի, հաշվության եկավ։ Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանը բացի ասում է, որ Տիգրանաշենը հայկական տարածք է, միևնույն ժամանակ խոսում է ներողություն ադրբեջանական տարածք է, ներողություն։ Բայց տեսեք, հիմա Տիգրանաշենը Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանի մեջ է մտնում։ Ինչպես է ստացվում, որ այն ադրբեջանական տարածք է համարում։ Նիկոլ Փաշինյանը ասում է այն, ինչ որ Բաքուն հրահանգում է։ Այսօրվա Հայաստանի իշխանությունը իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի 30 տարվա նարատիվների իրականացումը։
որևէ իրավական հիմք չկա, որպես պատմաբան եմ ասում, 91 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրի ստորագրման ժամանակահատվածում Տիգրան եղել է սովետական Հայաստանի դե յուրե մաս, եւ թող իրավական հիմքերը ներկայացնեն, այդ ինչ իրավական հիմքով է, որ Տիգրան Հայաստանի տարած, եթե դելիմիտացիա դեմարկացիա չի արել, ո՞նց է ինքը նման բան հայտարարում։ Նիկոլ Փաշինյանը մի բան պետք է աներ, ցանկացած ղեկավար 240 քառակուսի կիլոմետրը, որը ադրբեջանական օկուպացիայի տակ ազատագրել։ Ինքը դա չի արել։ Ասում է վեհապարը Արցախից խոսում է, կամ եկեղեցին Արցախից խոսում է, դա պատերազմի անոնս է։ Վաղն էլ ասում է, եթե ասում եք Տիգրան հայկական է, դա էլ է պատերազմի անոնս, եթե կանգնեք ասեք 240 քառակուսի կիլոմետր օկուպացիան, թող ադրբեջանցիք դուրս գան, դա էլ է պատերազմի անոնց, մյուս օրը եթե Մեսրոպ Մաշտոցից խոսենք, դա էլ է պատերազմի անոնց, եթե խոսենք Սարդարապատի ճակատամարտին, դա էլ է պատերազմի անոնց, ու ասել սիրուն հավեսով գնում ենք դեպի Բաքվի իրականություն։ Սա է խնդրեմը։ Ես ընդդիմությանը չեմ մեղադրում։ Այսօր շատ բան է, էլի, հուսահատական չի, իրատեսական է, իրատեսական լավ, իրատեսական այլընտրանք էլ չէ պիտի լինի։ Այլընտրանքը ասում ենք։ Այլընտրանքն ասում ենք։ Ոչ միայն փողոցի անելիք է, մինչև ժողովրդին որպեսի փողոց անես, պետք է դու ասես A, B, C, դու ինչ ես առաջարկում։ Ժողովրդին որպեսի դու փողոց անես, դու պետք է ծրագիր ներկայացնես։ Ես այդ ծրագիրը ընդհանուր առմամբ նոր բան չպետք է լինի, պետք է լինի փողոցային ճնշում, պարլամենտում անվստահության հայտնում, առաջին մի տարում դա անհնար է, ըստ սահմանադրության։ Ինքը պետք է հրաժարական տա։ Հիմա ես որ կանեմ ասեմ, վաղը չեմ մյուս օրը իշխանափոխություն ալու, ինձ կհավատաք։ Այլընտրանքը ընդվզումն է, այլընտրանքը պայքարն է, այլընտրանքը դիմադրությունն է, այլընտրանքը համոզումն է։ Մենք չպետք է մեր իդեալներից հրաժարվենք։ Եթե ես աշխարհում մնամ միակ մարդը, կարծում եմ միակը չեմ, շատ մարդիկ են, բայց եթե ես մենակ մնամ, ելի կասեմ, որ Արցախը օկուպացված է։ Արցախը Ադրբեջան չի, Արցախը այսօր օկուպացված է։ Եվ այդ բանը ես որ ասել եմ, ադրբեջանցիք մի հատ մեծ իրանց ամենաառաջին սայթում մի հատ մեծ բան էին, նյութ էին գրել։ Բայց այնտեղի գոնե ադրբեջանցիք էլի մի հատ ճիշտ բան էին գրել, ասում է Շարմազանովի վիցեսպիկեր եղած ժամանակ Հայաստանի պարլամենտում ոչ թե այդ ժամանակաշրջանից Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ երբեք չէի կարող ոչ միայն խոսել, այլ նաև մտածել, որ Արցախը Ադրբեջան կլինի։ Փաստը նույնիսկ ադրբեջանցիք են փաստում, որ Սերժ Սարգսյանի հանրապետականի ժամանակ մեր պաշտոնյա եղած ժամանակ